Ավետարան ըստ Մարկոսի 8 Հացի երկրորդ բազմացումը Այդ օրերին ժողովուրդը դարձյալ շատ էր, և ուտելու բան չունեին։ Հիսուս կանչեց իր աշակերտներին և ասաց նրանց. «Սիրտս ցավում է այս ժողովրդի համար, որովհետև արդեն 3 օր է, որ ինձ մոտ են, և բան չունեն, որ ուտեն։ Եթե նրանց իրենց տներն արձակեմ քաղցած, ճանապարհին ուշագնաց կլինեն, որովհետև նրանցից ոմանք հեռուներից են եկել»։ Աշակերտները նրան պատասխանեցին և ասացին. «Որտեղից կարող ես նրանց հացով կշտացնել այս ամայի վայրում»։ Եվ նա հարցրեց նրանց. «Քանի նկանակ հաց ունեք»։ Եվ նրանք ասացին. 7։ Եվ նա հրամայեց ժողովրդին նստել գետնի վրա, և վերցնելով 7 նկանակները, գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց և տվեց աշակերտներին, որ դնեն ժողովրդի առաջ։ Եվ նրանք հացը ժողովրդի առաջ դրեցին, և քիչ թվով ձկներ էլ ունեին, և նա այդևս օրհնեց և հրամայեց նրանց առաջ դնել։ Կերան և կշտացան, և 7 զամբյուղ ավելացած կտորտանքներ վերցրին։ Եվ նրանք, որ կերան, մոտ 4000 հոգի էին, և նրանց արձակեց։ Երկնային նշանի հայցում Հիսուսից։ Եվ իսկույն աշակերտների հետ նավակ մտնելով եկավ Դաղմանուանայի կողմերը։ Եկան փարիսեցիները և սկսեցին վիճել նրա հետ, և նրան փորձելով երկնքից նշան էին ուզում նրանից։ Եվ նա իր հոգում զայրացավ և ասաց. «Ինչու է այս սերունդը նշան ուզում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերնդին նշան չի տրվի»։ Թողեց նրանց, նորից նավակ մտավ և գնաց ծովի մյուս կողմը։ Փարիսեցիների և հերովդեսականների թթխմորը։ Եվ աշակերտները մոռացան հաց վերցնել, սակայն միայն 1 նկանակ ունեին իրենց նավակի մեջ։ Եվ նա պատվիրեց նրանց ու ասաց. «Զգույշ եղեք փարիսեցիների խմորից և հերովդեսականների խմորից»։ Իսկ նրանք իրենց մեջ խորում էին և ասում. «Հաց չունենք»։ Հիսուս իմացավ նրանց խորհուրդը և նրանց ասաց. «Թերահավատներ, ինչու եք ձեր սրտերում խորհում, թե հաց չունեք։ Դեռ չեք հասկանում և չեք հիշում։ Ապշություն է ձեր մտքերը պատել։ Աչքեր ունեք և չեք տեսնում, ականջներ ունեք և չեք լսում, և դեռ չեք հասկանում ու չեք հիշում, երբ 5 նկանակը բաժանեցի 5000 հոգու, կտորտանքներով լի քանի սակար վերցրիք։ Եվ նրան պատասխանեցին 12։ Եվ երբ 7 նկանակը 4000 հոգու բաժանեցի, կտորտանքների քանի զամբյուղ լիքը վերցրիք։ Եվ նրանք պատասխանեցին 7։ Եվ նա նրանց ասաց. «Ապա ուրեմն ինչպես չեք հասկանում»։ Բեթսայիդայի կույրի բժշկումը։ Եկան Բեթսայիդա, և նրա առաջ բերեցին մի կույրի, որ աղաչում էին, որ դիպչի նրան։ Եվ նա բռնելով կույրի ձեռքից, գյուղից դուրս հանեց, նրա աչքերը թքով թրջեց և ձեռքը նրա վրա դրեց, և հարցնում էր կույրին, թե բան տեսնում է։ Նա բացեց աչքերը և ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որ շրջում են ինչպես ծառեր»։ Նա կրկին ձեռքերը դրեց նրա աչքերի վրա, կույրը իր աչքերը բացեց և տեսնում էր, բժշկվեց և ամեն ինչ հստակ տեսնում էր։ Նրան իր տունն արձակեց և ասաց. «Գյուղ մի մտիր, այլ գնա քո տունը, իսկ երբ գյուղ մտնես, գյուղում ոչ ոքի չասես»։ Ճշմարիտ տավանությունը։ Եվ Հիսուս իր աշակերտների հետ միասին ելավ գնաց Փիլիպպյան Կեսարիայի գյուղերը։ Եվ ճանապարհին աշակերտներին հարցնում էր և ասում. «Մարդիկ ի՞նչն են ասում իմ մասին. ո՞վ եմ ես»։ Նրանք պատասխան տվեցին և ասացին. «Հովհաննես Մկրտիչը», և ոմանք Եղիան, իսկ ուրիշներ մարգարեներից մեկը։ Նրանց ասաց. «Իսկ դուք ի՞նչ եք ասում իմ մասին, ո՞վ եմ ես»։ Պետրոսը պատասխան տվեց և ասաց նրան. «Դու Քրիստոսն ես»։ Եվ նա խստիվ պատվիրեց նրանց, որ իր մասին մարդու բան չասեն։
Հիսուսի կանխասացությունը իր մահվան և հարության մասին։ Եվ սկսեց ուսուցանել աշակերտներին, թե մարդու որդին պետք է բազում չարչարանքներ կրի, անարգվի երեցներից ու քահանայապետներից և օրենսգետներից, մեռնի և երրորդ օրը հարություն առնի։ Եվ այս խոսքը ասաց բացահայտորեն, և Պետրոսը նրան մի կողմ տանելով սկսեց հանդիմանել նրան։ Իսկ նա դարձավ, տեսավ աշակերտներին, սաստեց Պետրոսին ու ասաց. «Ետևս գնա, սատանա, որովհետև դու Աստծու բաները չես խորում, այլ մարդկանցը»։ Եվ նա իր մոտ կանչելով ժողովրդին, աշակերտների հետ միասին ասաց նրանց. «Եթե մեկը կամենում է գալ իմ հետևից, թող ուրանա իր անձը, թող վերցնի իր խաչը և գա իմ հետևից։ Որովհետև ով կամենում է ազատել իր անձը, այն պիտի կորցնի, իսկ ով կորցնի իր անձը ավետարանի համար, պիտի ազատի այն։ Ինչ օգուտ է մարդուն, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի։ Որովհետև մարդ ինչ ունի տալու իր անձի փոխարեն։ Ով որ ամոթ համարի ինձ և իմ խոսքերը այս շնացող և մեղավոր ազգի մեջ, մարդու որդին էլ նրան պիտի ամաչեցնի, երբ գա փառքովն իր հոր և սուրբ հրեշտակների։ Եվ նրանց ասաց. ճշմարիտ եմ ասում ձեզ, թե նրանցից, որ այստեղ են, կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչև որ տեսնեն Աստծու արքայությունը զորությամբ եկած։